վերադառնանք տոնը նշելուն։ Սեղանի համար արդեն ամեն ինչ պատրաստ է։ Հավկիթներն էլ ներկված են։ Տան գործերն էլ կարծես ավարտել ենք։ Ընտանիքը հավաքվում է տոնական ընթրիք։ Եթե պահողները շաբաթ օրն առավոտից ծոմ են պահել եւ երեկոյան ճրագալույցի սուրբ պատարագի ավարտին հաղորդություն են ստացել, այդ կերպ արդեն դուրս են եկել պահքից, ապա երեկոյան ընթրիքին կենթանական ուտեստներով կարելի է նշել տոնը։ Իսկ եթե հաղորդվելը թողել են Կիրակի, ապա բավարարվում են միմյանց շնորհավորելով եւ տոնական սեղանը գցում են Կիրակները զատկական սուրբ պատարագից հետո։ Սեղանին դրված ուտեստներից երեխաներին ամենից շատ հավկիթներն են հետաքրքիր։ Հենց դրանցով է սկսում մեծ մարտերը։ Ում հավկիթը կլինի երեկոյի ամենաուժեղը, ով ավելի շատ հավկիթ կհավաքի, որոշվում է ձվակռվի ժամանակ։